Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալը համարվում է ամենառեյթինգային նախագծերից մեկը, որտեղ իրենց մասնակցությունն են բերել սիրված դերասաններ Լևոն Մկրտչյանն ու Ստեփան Ղամբարյանը։ Վերջին շրջանում մեծ աղմուկ է բարձրացել համացանցում տարածված տեսանյութի շուրջ, որում հեռուստասերիալի երկու առանցքային հերոսներ՝ Լևոն Մկրտչյանի մարմնավորած Հենրին և Ստեփան Ղամբարյանի կերպարը՝ Միքայելը, հայտնվում են հուզականորեն լարված տեսարանում։ Դեպքը տեղի է ունենում բաց տարածքում, որտեղ Հենրին պահանջում է Միքայելից բացահայտել մի ճշմարտություն, որը երկար ժամանակ թաքցվել է։ Սոցիալական ցանցերի օգտատերերը նկատել են, որ երկխոսությունն այնքան լուրջ և խոր է կառուցված, որ ակամայից ստեղծվում է տպավորություն, թե հերոսներն իսկապես վեճի մեջ են հայտնվել։ Հենրին պնդում է, որ եկել է ժամանակը ճշմարտությունն իմանալու և որ այլևս չի պատրաստվում ապրել կասկածների ու ստերի մեջ։ Տեսարանի ամենամեծ ինտրիգն այն է, որ Հենրին կասկածում է կամ Միքայելն արդեն նրան ասել է, որ Անգելինան իր քույրն է։ Դա ցնցող կլինի թե իր, թե հեռուստադիտողի համար, քանի որ մինչ այժմ որևէ հստակ ակնարկ չի եղել նման բարեկամության մասին։ Իհարկե, բոլորին պարզ է, որ Միքայելն այս ամենն անում է, որպեսզի Հենրին ու Անգելինան իրարից հեռու մնալ, սակայն տեսանյութը հեռուստադիտողների մի մասի մոտ տպավորություն է ստեղծել, որ նրանք վիճում են, սակայն նրանք ունեն շատ լավ հարաբերություններ և բնականաբար այս ամենը հեռուստասերիալի նկարահանումներից հատված է։ Բնականաբար սա նոր մակարդակ է սերիալի դրամատիկ շերտերում, քանի որ եթե Միքայելը պատրաստ է ստի դիմել սիրահարներին բաժանելու համար, ապա նրա կերպարը կարծես թե դուրս է գալիս խելամիտ, հոգատար մարդու շրջանակից, վերածելով մանիպուլատիվ կերպարի։ Ավելին, ակնարկներ կան, որ Միքայելն անձնական շահ ունի այս բաժանման մեջ, ինչը հեռուստադիտողներն արդեն տեղյակ են ինչու։ Սերիալը մեծ հուզմունք է առաջացրել երկրպագուների շրջանում, և այս տեսարանը կարծես ազդակ է նոր ու ոչ պակաս լարված իրադարձությունների մեկնարկի։ Լևոն Մկրտչյանի և Ստեփան Ղամբարյանի խաղը գնահատվել է բարձր, դիտորդների մեծ մասը նշել է, որ երկխոսությունն այնքան բնական էր, որ թվում էր դրվագը նկարահանված չէ, այլ իրականություն է։ Ինչ է սպասվում հետո։ Այժմ բոլորի սպասելիքն այն է, որ Հենրին կփորձի հաստատել կամ հերքել Միքայելի ասածը, կհանդիպի նա Անգելինայի ծնողներին ճշմարտությունն իմանալու համար, կբացահայտի Միքայելի սուտը, իսկ եթե Անգելինան իմանա, որ խաբել են, ինչպես կարձագանքի։ Սա այն պահն է, երբ սերիալը դուրս է գալիս պարզապես սիրային պատմության շրջանակներից ու դառնում ընտանեկան դրամա մանիպուլյացիայի, պատրանքների ու ճշմարտության որոնման մասին։ Մնում է սպասել առաջիկա սերիաներին, որոնք ըստ ամենայնի սասանելու են կերպարների միջև եղած փոխհարաբերությունների հիմքերը։ Լևոն Մկրտչյանի և Էվելինայի հարսանեկան օրը վերածվեց իսկական հեքիաթի՝ համատեղելով ավանդույթն ու ժամանակակից շքեղությունը։ Նրանք իրենց հոգևոր ճանապարհի սկիզբը դրեցին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, որտեղ հանդիսավոր ու սուրբ մթնոլորտում ստացան Աստծո օրհնությունը։ Եկեղեցին իր դարավոր քարերով ու լռության մեջ հնչող աղոթքներով դարձավ այն վայրը, որտեղ երկու երիտասարդների սերը կնքվեց հավերժության խոստմամբ։ Պսակադրության արարողությանը ներկա էին ոչ միայն ընտանիքի անդամները, այլև բազմաթիվ հյուրեր, այդ թվում «Վերջին զանգը» հեռուստասերիալի ստեղծագործական և դերասանական կազմը։ Սցենարիստ Դիանա Գրիգորյանն իր ողջ հմայքով ու ջերմությամբ շնորհավորեց զույգին։ Դերասանուհիները Ռոզա Դավթյանը, Իրինա Հարությունյանը, Աիդա Կարապետյանը, Լիլիթ Ավդալյանը, ինչպես նաև դերասան Ռաֆ Հակոբյանը ևս ներկա էին, կիսելով նորապսակների ուրախությունն ու ապրումները։ Պսակադրությունից հետո հյուրերն ուղևորվեցին Երևանի ռեստորանային համալիրներից մեկը, որտեղ արդեն ամեն ինչ կազմակերպված էր ըստ ճաշակի ոճի և հարսանեկան անակնկալներով հագեցած սցենարի։ Խնջույքը սկսվեց ջերմ մթնոլորտում, շքեղ դահլիճում, որտեղ երաժշտությունը, համեղ ուտեստները և մոմերով զարդարված սեղանները ստեղծել էին հեքիաթային միջավայր։ Նշենք, որ ԶԱԳՍ-ի արարողությունն արդեն տեղի էր ունեցել նախորդ տարի, ինչը ցույց է տալիս, որ այս զույգը նախընտրել էր հոգևոր միության խորհրդով ամրապնդել իրենց հարաբերությունները։
Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, մինչև ուշ գիշեր, պարեր, հուզիչ խոսքեր, անակնկալներ, գեղեցիկ երգեր ու լիարժեք երջանկություն: Հյուրերը պարզապես չէին ուզում լքել հարսանեկան սրահը այդքան համախմբված և դրական լիցքերով լի մթնոլորտում: Այս հարսանիքը մնալու է հիշողություններում ոչ միայն շքեղության, այլ նաև այն անկեղծ ջերմության շնորհիվ, որ փոխանցվում էր բոլոր ներկաներին: Սերն ու հավատարմությունը փայլում էին ոչ միայն նորապսակների հայացքներում, այլև յուրաքանչյուր մանրուքում: Սա պարզապես հարսանիք չէր, այլ սրտանց ապրումներով ու խոր զգացմունքներով լեցուն օր, որի մասին դեռ երկար են պատմելու ինչպես նրանք, ովքեր ներկա էին, այնպես էլ նրանք, ովքեր հետևում էին այս գեղեցիկ պատմությանը համացանցում: Դե ինչ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք այս գեղեցիկ օրվա մանրամասները, իսկ դուք չմոռանաք գրել ձեր շնորհավորանքներն այս գեղեցիկ զույգին: Իսկ թե ինչպես է անցել հարսանեկան արարողությունը, ովքեր են ներկա եղել և ինչպես են, այսպես ասած, տժժացել «Վերջին զանգը» հեռուստասերիալի դերասանական կազմի գեղեցկուհիները, ապա դիտեք մեր տեսանյութում հենց հիմա: Սպասում ենք ձեր կարծիքներին: